Շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով, մինչ մեր հյուրին անցնել է հիշեցնեմ այս հատվածի գործընկերներին, բելգիական Ontex ընկերությունը Canbebe ապրանքատեսակով, Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Եվ այս հատվածի գործընկերն է նաեւ Tonus-less տեղագործական ընկերությունը իր Gummy King վիտամիններով։ Gummy King մանկական վիտամիններն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 100%-ով բնական են, ունեն մրգային համ եւ չեն պարունակում կոնսերվանտներ։ Այս վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգը, նպաստում ոսկրերի եւ մկանային բնականոն զարգացմանն ու աճին։ Gummy King հարցրեք բոլոր դեղատներում։ Դե ինչ, մենք անցնում ենք այսօրվա թեմային, խոսելու ենք այսօր մի հիվանդությունից կամ վիճակից, որի դեպքում շատ ժամանակ ծնողները դիմում են այսպես սպասման ռեժիմի եւ կարծում, որ կարող է խնդիրն ինքնուրույն անցնել։ Դա այդպես է, թե ոչ կպարզենք մեր մասնագետի հետ, այսօր խոսելու ենք երեխաների մոտ շլությունից եւ այսօրվա իմ հյուրն է Լավանդա ակնաբուժական կենտրոնի ակնաբուժ Օֆելիա Սարգսյանը։ Ողջույն։ Բարև Սարգսյան, ուրախ եմ ձեզ այստեղ հյուրընկալելու։ Շնորհակալ եմ։ Եվ խոսենք շլությունից, կարծես թե շատերը կարծում են, որ դա ինքնուրույն կարող է անցնել։ Նախ եկեք սկսենք նրանից, ինչ է իրենից ներկայացնում շլությունը։ Ինչպիսի պաթոլոգիա է դա։ Շլությունը ուղիղ դիրքում ակնագնդից որևէ մեկի շեղումն է դեպի ներս կամ դուրս, ոչ ուղիղ հայացքն է, որը շատ հաճախ ծնողները շփոթում են, օրինակ երեխայի հատուկ կոպի կառուցվածքը էպիկանտուս ենք անվանում, դա հավելյալ ծալք է մանկական տարիքում հանդիպող, թեք հայացքի ժամանակ կարող է մեր ծիածանաթաղան թեպիբը հայտնի, այդպես բառերով նշեմ, կարող է կորել հայացքի ժամանակ դեպի քիթը հայտնվել կոպի ծալքի արանքում ու ծնողը վախեցած դիմի, որ երեխան ունի շլություն, որ նայեց այն կողմ աչքը չտեսանք, իրականում դա չի շլությունը գնահատում ենք ուղիղ հայացքի դեպքում, այսինքն ակնագնդերի ուղիղ դիրքը շեղվում է կամ դեպի ներս կամ դեպի դուրս։ Դա հենց շլությունն է իրական, բայց շլությունը միշտ չէ, որ իրական է լինում, կարող ենք ունենալ նաև թաքնված շլություն։ Ահա։ Որը արդեն իսկ դեպքերում է թաքնված շլությունը, այսինքն որը արտաքինից չի նկատվում։ Այո, որը արտաքինից չի նկատվում, այդ դիրքի փոփոխությունը կարող ենք չունենալ, բայց կարող ենք գանգատներ ունենալ։ Երեխան փակում է մի աչքը, որտեղ կարող է երկտեսություն առաջանալ շլությունով պայմանավորված, որ տեսնի առարկաները մեկ հատ։ Կարող է տրորել այդ աչքը, անընդհատ այդ երկտեսությունն իրեն խանգարի։ Դա խոսքը մանկահասակ երեխաների մասին է։ Մյուսը իհարկե արդեն տեսողության խնդիրներով պայմանավորված, բարձր հեռատես են լինում եւ ոչ միայն ռեֆրակցիոն շեղումներով պայմանավորված, հոգնածությունը հերթական, գրել կարդալուց դժվարանալը, որը իր հերթին թույլ աչքը, թույլ տեսնող աչքը հակում ունի շլելու։ Դա կարող է լինել տարբեր տարատեսակ շլություններ։ Շլությունները իհարկե միայն ռեֆրակցիոն չեն, տեսողական խնդիրներով պայմանավորված չեն, կան նաև նյարդաբանական ուղղվածություն ունեցող շլություններ, այդպես միանշանակ դասակարգել ու ասել, որ ծնողը ինքը հասկանա ու դիմի, ավելի լավ է անմիջապես դիմել եւ թողնել այդ բարձ գործընթացը չհամեմատել, ում երեխայի մոտ ոնց անցավ, որ տարիքում անցավ, չսպասել, ավելի լավ է ակնաբուժի խորհուրդը լսել, հետազոտության արդյունքում ախտորոշում ունենալ եւ դրանով հանդերձ սկսել վարել երեխային ճիշտ տեսողական հիգիենա։ Եվ իմանալ ինչ սպասել կամ ինչ միջոցներ ձեռնարկել։ Որովհետև միջոցները իրականում հնարավոր են, բուժելի են վաղ մանկական տարիքից սկսած։ Երբ որ զբաղվում ենք խնդրով մանկական տարիքում, ծույլ աչքի զարգացման հավանականությունն է պակասում, նույնիսկ վերանում։ Հետագայում տեսողական խնդիրները կառավարելի են լինում, այսինքն այն հայտնի վիրահատությունները, որ ծնողը դիմում է մտածելով, որ դե երեխաս ունի խնդիր, ոչինչ, ակնոց չենք գրի, կմեծանա, հիմա բոլորը վիրահատվում եւ հաջորդ օրը լավ են տեսնում։ Իրականում այդ մի քիչ այնքան էլ այդպես չի եւ բոլոր խնդիրների դեպքում այդպես չի։ Պետք է բացահայտել խնդիրը, որովհետեւ եթե զարգանա ծույլ աչք, ոչ մի վիրահատություն աշխարհում չի կարող օգնել, որ երեխան տեսնի լավ։ Նախ պետք է բուժել, մինչեւ 13 տարեկանը տեսողական process-ը դեռ զարգանում եւ ամրապնդվում է։ Այսինքն եթե ունենք լավ ճիշտ տեսողական process, ամրապնդվում է դա, եթե ունենք շեղում, դա ավելի է խորանում եւ ավելի դժվար լուծելի խնդրի է վերածվում։ Դրա համար ժամանակը ոսկի է այս դեպքում եւ շատ կարեւոր է, որպեսզի չանտեսվի եւ անգամ գանգատներ չունենալու դեպքում երեխային պարբերաբար ստուգել, իմանալ խնդիր կա իրականում, թե դա ուղղակի կասկածեր եւ պահի տակ առաջացած հոգնածության նշան։
Շատ լավ, եթե այս պահը ամփոփելով ասենք, փաստորեն, միշտ չէ որ եթե նույնիսկ ակնհայտ շլություն է, պետք է ուղղակի սպասել, որը կարող է ինքնուրույն անցնել կամ էլ մտածել, որ դե միևնույնն է վաղ թե ուշ վիրահատելու ենք ու հիմա ոչինչ չկա անելու։ Այնինչ կարող է դեպքում նույնիսկ զարգանալ ոչ ցանկալի օրինակ ծույլ աչք, ինչպես ասեցիք, այլ սինդրոմներ կամ բուժման եւ վերացման գործընթացը նույնիսկ բարդանա։ Դառնալ անհնարին անգամ։ Նույնիսկ անհնարին դառնա։ Նշեմ շատ կարեւոր է նաեւ երկաչյա տեսողության իրավիճակը։ Մենք բոլորս երկաչյա բինոկուլյար տեսողություն։ Այո։ Մենք առողջ մարդը ունի երկաչյա տեսողություն, որը կարևոր է տարածական ընկալման, վարորդ լինելու, մանր գործողություններ անելու, մասնագիտության կյանքում եւ ընդհանրապես ճիշտ կողմնորոշվելու համար դա բարձրագույն տեսողական մակարդակն է։ Շլության դեպքում մեծ տոկոս դեպքերում խախտվում է դա, այդ ֆունկցիան խախտվում է, այսինքն աչք ուղեղ համակարգը շեղվում է, սկսում է ուղեղը աշխատել լավ տեսնող աչքի հետ, վատ տեսնող աչքը դուրս է մնում պրոցեսից, հենց դրա պատճառով շլում է, հենց դրա պատճառով խախտվում է այդ կապը, երկաչյա տեսողությունը վերածվում է կամ մոնոկուլյար կամ միաժամանակյա տեսողության, եւ եթե դա էլ ծնողը չի կարող երբեք դա տանը պարզել, եթե դա էլ ժամանակին չախտորոշվեց, այդ խնդրով չզբաղվեց, ակնաբուժը չլուծեց այդ խնդիրը ժամանակին, հետագայում ամրապնդվում է արդեն իսկ խնդիրը, ինչպես նշեցի, եւ էլի ունենք բազմաթիվ բարդություններ, որ մեծ տարիքում շատ մեծ ցանկության դեպքում անգամ ակնոց նշանակելը դառնում է անհնարին, անգամ մարդուն օգնել շատ է ուզում մեքենա վարել, ասում եմ մանկուց ես խնդիր ունեի, գիտեք, ինձ տարան ուղղակի ես չուզեցի ակնոց դնեմ, հիմա ուզում եմ արդեն փոշմանել եմ, ուզում եմ գրեմ։ Բայց արդեն ուշ է լինում։ Արդեն ուշ է, ցավոք սրտի, այո։ Կան խնդիրներ, որ ուշ է լինում։ Այսինքն աչքը առողջ է, օրգանը առողջ է, բայց իր ֆունկցիան չի կատարում։ Չի կատարում։ Բժշկուհի Սարգսյան, նշեք խնդրեմ, ինչպիսի ռիսկի գործոններ կան հենց շլություն զարգանալու եւ արդյոք դա միանգամից բնածին, միանգամից դրսևորվում է։ Շատ լավ, ռիսկի գործոններից կարող եմ նշել բարձր աստիճանի հեռատեսությունը, որը կարող է լինել ժառանգականությամբ պայմանավորված, կարող է առաջանալ անհաստ ծնված երեխաների մոտ ժամանակից շուտ։ Նախ նշեմ, որ նորմալ է, երբ որ մարդը ծնվում է հեռատես, երեխան ունենք փոքր ակնագունդ եւ դրան համապատասխան տեսողական ռեֆրակցիա հեռատեսություն, դրան չափ գոյություն ունի, նորմալ տարիքային նորմա, եւ դրանով է պայմանավորված, որ 7 տարեկանից երեխան պատրաստ է գնալ դպրոց, մասնակցել ուսումնական process-ին, որտեղ այդ նորմալ հեռատեսությունը վերածվում է դեպի զրոյական մակարդակի, չունենք խնդիր որևէ, աչքը պատրաստ է գրել ու կարդալ։ Երբ որ ունենք ավելի շատ չափից դուրս ավել հեռատեսություն, նորմայից շեղում, այդ դեպքում հավանական է, որ երեխան գնա դպրոց սկսի գրի կարդալ, այսինքն աչքի մկանները ավելի ծանրաբեռնի, քան իրեն այդ ուժը բավարարում է, սկսելու է զարգանալ շլություն։ Դա եւս մեկ պատճառ է։ Եվ ինչու ոչ, շլությունը ոչ միայն կախված է տեսողությունից եւ ռեֆրակցիոն խնդիրներից, ունենք նյարդաբանական խնդիրներ, գլխուղեղային, կենտրոնական, որոնք նույնպես շլության պատճառ են հանդիսանում։ Օրինակ, ցանկացած նորագույացություններ, թաքնված, որ էլի գանգատ չեն ունենա, բայց շատ ճիշտ կլինի, որ դիմեն ակնաբուժի, որովհետև նման դեպքերում էլ ակնահատակ հետազոտելիս կարող ենք գտնել տեսողական նյարդի այտուց, կարող ենք բացառել տեսողական խնդիրները, ուղղորդել նյարդաբանի եւ երեխայի խնդիրը լուծել ժամանակից շուտ, փրկել կյանք։ Շատ լավ, եւ բուժմանը անցնենք, արդյոք կա որոշակի խելամիտ հաջորդականություն, որ այդ դուք առաջարկում եք սկզբից, օրինակ, պահնե բուժման, կոնկրետ ոչ թե սպասման, առաջարկում ենք օրինակ վարժություններ, կոնսերվատիվ ինչ-որ բուժումներ եւ միայն հետո ռադիկալ կամ վիրահատական միջամտություններ, դե միշտ կախված է դեպքից, երբեմն միանգամից եք վիրահատություն ցուցում։ Կան դեպքեր, որ վիրահատությունը առաջնահերթ է դառնում, բայց իրականում առաջնայինը ախտորոշումն է։ Ախտորոշումը։ Այո, փորձում ենք շտկել, եթե իհարկե դեպքը վերաբերվում է ակնոցների միջոցով։ Հետո երկրորդը տեսողական։ Եթե դա կառավարելի է ակնոցների միջոցով, այսինքն ունենք ակոմոդացիոն շլություն։ Հետևելով խնդրին, եթե տեսողությունը լավանում է, բարձրանում է, շլության պակաս ենք դեպի նկատում, այո, անկյունը փոխվում է, շարունակում ենք գրել ակնոց։ Եթե նկատում ենք, որ զարգանում է ծույլ աչքի խնդիր կամ արդեն իսկ ունեինք եւ չենք կարողանում զուտ ակնոցի միջոցով օգնել երեխային, արդեն դիմում ենք ապարատային մարզանքների։ Ապարատային մարզանքները եւս կարեւոր դեր ունեն նմանատիպ խնդիրների հարցում եւ տանը ունենք մեկ վարժություն եւս, որ միշտ նշանակում ենք, եթե հակում կա ծույլ աչքի ցածր տեսողության, մեկ աչքը փակում է երեխան որոշակի ժամերով, վատ տեսնող աչքը աշխատացնելու ավելի մարզանք է, որ շատ լավ է օգնում տնային պայմաններում։ Ծնողներին խորհուրդ կտամ, ովքեր ունեն նման խնդիր եւ բժշկի կողմից նշանակվել է լուրջ վերաբերվեն դրան, կատարեն, որտեվ այդ շատ մեծ տոկոսով շատ լավ արդյունքներ է գրանցում։
Շնորհակալ եմ շատ կրկին անգամ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցեցինք շլության մասին։ Իմ հյուրն է Լավանդա ակնաբուժական կենտրոնի ակնաբուժ Օֆելիա Սարգսյանը, ում հետ խոսեցինք շլության դրսևորման, ախտանշանների եւ իհարկե այն մասին, որ ծնողների մասնավորապես ներգրավվածությունը եւ իրազեկվածությունը վարման եւ բուժման ու կանխարգելման գործընթացում խիստ կարեւոր է։ Հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերներին, բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով, Քանբեբե տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր, ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը եւ հանգիստ քունը։ Եվ մեր գործընկերն է Tonus-less տեղագործական ընկերությունը իր Gummy King վիտամիններով, մանկական վիտամինները արտադրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 100%-ով բնական են, չեն պարունակում կոնսերվանտներ, ունեն մրգային համ եւ իհարկե նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը եւ ոսկրերի ու մկանային հյուսվածքների աճին։ Gummy King կարող եք գտնել բոլոր դեղատներում։ Այս հատվածում պատրաստել էինք այսքանը, տեղափոխվենք հաջորդ հատված։